իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Այս լեքսիկոնի առումով մի բան ասեմ, ընդհանրապես հայոց լեզուն շատ հետաքրքիր լեզու է, ասում են միայն հայոց լեզումը, որ հարգելիս դիմելաձևը կարա անցալվի որպես վիրավորանք, այնպես որ նայած ով ինչ է ուզում տեսնի ամեն մեկի խոսքերի տակ։ Իհարկե ոչ մեկի համար ցանկալի չի, առավել ևս մեզ համար, որպեսզի ազգային ժողովի նիստերը վերածվեն լեզվակռվի, մանավանդ այդ տիպի լեքսիկոնով, բայց ունենք այնինչ ունենք, ու իմ կարծիքով շատ ավելի կարևոր է, թե ինչով է զբաղված ընդհանրապես մեր ընդդիմությունը զբաղված է հենց այս տիպի իրավիճակներ գեներացնելով։ Ես ամբիոնից էլ ասեցի, մինչև այդ քաշքշոցը տեղի ունենալ, ես մոտեցա Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին եւ իրենց ասացի, որ ձեր կողմից ակնհայտ նկատվում է, որ դուք սադրում եք իրավիճակը, ուզում եք ինչ-որ տեսարաններ լինեն ազգային ժողովում։ Ասացին ոչ, ասացի ոնց ոչ, ինչ-որ բաներ է կատարում ձեր շարքերում, դուք հանգիստ նստած եք, ոչ մի բան չեք անում, գործողություններ արեք, կոչ արեք հանդարտության, ոչինչ չարեցին եւ վերջում արդեն դրանից հետո իրենց ասացի տեղի ունեցավ, այն ինչ տեղի ունեցավ։ Ու ընդհանրապես ընդդիմության հետ կապված այդ ինչից սկսեց այդ լարումը, երբ որ գլխավոր դատախազը հնչեցրեց թվեր ու ամբողջ խոսակցությունը, իմ կարծիքով հիմքերից մեկը դա էր։ Ես մի հատ էլ ուրիշ թիվ եմ ուզում հնչեցնել։ Մեր ընդդիմության падգամավորները բոլորը միասին 4 տարվա ընթացքում միասին վերցած 4 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 1.5 միլիարդ դրամ աշխատավարձ։ Ձեզ որպես լրագրողներ, օրինակ հետաքրքիր չի, հարկատուները մեր ընդդիմությանը ինչի համար են վճարել այդքան գումար։ Ինչ ավելացված արժեք, ինչ օգտակար բան են արել, բացի նման իրավիճակներ հրահրելուց։ Եթե ես ուզում եմ այո, մերը հիմնավորված է, պարոն Կիրակոսյան։ Ես օրինակ օրվա ընթացքում մի քանի քաղաքացիների, շաբաթվա ընթացքում մի քանի ոլորտների ընկերությունների հարցերով զբաղվում եմ, հազարատ կարող է լավ կամ վատ, բայց աշխատում եմ, բայց որևէ առաջարկ, որը որ կբխի որևէ կոնկրետ ոլորտի կամ որևէ խավի շահերից տեսել եք, բացի մի քանի պոպուլիստական առաջարկները, որ հնչում են, որ գիտեն, որ օրինակ դա անհնար է իրականացնել, չնայած դրա իրականացման ցանկությունը մեծ է։ Օրինակ ես նախորդ գումարման ազգային ժողովից կարող եմ հիշել բազում օրինակներ, երբ ընդդիմության հետ համատեղ կամ իրենց կողմից բազմաթիվ նախագծեր են ընդունվել, առաջարկներ են արվել։ Հիմա մենք ունենք ընդդիմություն, որը անգամ ամենադրական առաջարկները մերժում է միայն այն պատճառով, որ դրանք ներկայացնում են քաղաքացիական պայմանագրի կողմից կամ կառավարության կողմից։ Երեք օրինակ ռազմարտությունաբերական կոմիտեի մասին կարևոր նախագիծ էինք քննարկում, հետո պաշտպանությունից են, չէ՞ խոսում, պաշտպանունակությունից։ Մարդիկ մի մասը դե երևի քաղաքական նկատառումներով չեկավ նիստին մասնակցեց, մյուս մասն էլ կողմ չքվեարկեց, հետո ինչ որ բան հորինեցին, թե ինչի համար կողմ չեն քվեարկում այդ կարևոր նախագծը։ Ես նաև հավելեմ եւ կարծում եմ արդեն պետք է ամփոփենք, որպես խմբակցության քարտուղար, նաև մեր ժողովրդի համար, ձեր համար ես հստակ կարող եմ ասել, որ քաղաքացիական պայմանագիր յուրաքանչյուր падգամավոր խմբակցության հստակ կարող է ցանկացած պահի իր աշխատանքի հաշվետվությունը ներկայացնել եւ ցույց տալ, թե ինչ է արել իր ողջ ուրեմն գործունեության ընթացքում այս տարիներին ազգային ժողովի падգամավոր լինելով։ Այսօր էլ օրինակ ժամը 12-ին մենք այս դահլիճում ամբողջ խմբակցությունը ազգային ժողովի շենքում է լինելու, մենք աշխատում ենք, չնայած նիստեր չկան, ընդդիմությունը էլի չկա, նիստ կա չկա, իրանց հետաքրքիր չի, եւ այս բրիֆինգն էլ 10-ին է եղել, շուտ ենք եկել, որ մենք կարողանանք մեր աշխատանքները կազմակերպենք, հասցնենք աշխատել։ Մենք աշխատում ենք եւ ուրեմն եւ այո, մեր քաղաքացիներին էլ ձեզ էլ այն մարդկանց հատկապես ովքեր գործուղել են ընդդիմության ազգային ժողով, կխնդրենք, որ հարցադրումներով հանդես գան, թե ինչ են արել այդ մարդիկ, որ հարկատուների այդքան փող են ստացել ու հələ մի հատ էլ գալիս են այլոց են փորձում մեղադրել այս կամ այն ուրեմն կոռուպցիոն գործարքների եւ չաշխատելու մեջ։ Շնորհակալ եմ ձեզ։